Ինչու են ձեր խորհրդատոները չաղ, ինչի չեն նիհարում խորհրդատոները, եթե Herbalife-ը օգնում է նիհարել, այսօր այդ հարցին պատասխան։ Ինչու մարդիկ ունեն ավել քաշ, որովհետև ընդհանուր մարդիկ ունեն ավել քաշ, դուք գիտեք, որ Հայաստանում բնակչության 65%-ը ունեն ավել քաշ, և դա շատ մեծ թիվ է, և Հայաստանում շատ մեծ թիվ է դա նաև երեխաների մոտ։ Դա մեր մենթալիտետն է, դա մեր սնունդը, մեր սնվելու սովորությունները, մեր ապրելակերպը։ Եվ փոխել այդ ամեն ինչը մի քանի ամսում անհնար է, դրա համար ամիսներ, նույնիսկ տարիներ է պետք, որ մարդը աստիճանաբար փոխի իր ապրելակերպը, բայց ինչքան ուզում ես փոխել դա, բայց եթե քո շրջապատում մարդիկ քեզ չեն աջակցում ու չեն ուզում փոխվել ու չեն կարևորում առողջությունը, չեն կարևորում սնվելու մշակույթը, չեն կարևորում ընդհանրապես առողջ սնունդ ու չեն կապում մեկը մյուսի հետ, ապրում են մեծ օրվա օրով, մտածում են ուղղակի ուտել, խմել, ուրախ անցկացնել ժամանակը եւ բայց այն մարդիկ, որոնք այդ ամեն ինչը վայելում են ու ապրում են այտենց, բայց անում են այդ ամեն ինչ Herbalife-ի հետ, հաստատ ավելի մեծ շանսեր ունեն, ավելի առողջ լինել, որովհետև մեր մտերքները առողջարարը մաքրում է օրգանիզմը, լավացնում ինքնազգացողությունը եւ տալիս է էներգիան։ Համեմատած հաստատ ավելի լավ ես քեզ զգում, եթե դու օգտագործում ես մտերքները, քան թե դու չես օգտագործում։ Նույնիսկ եթե դու ունես ավել քաշ ու նույնիսկ եթե քո մոտ չի ստացվում կարգավորել սննդակարգը եւ լինում են խախտումներ, գիշերվա ուշ ժամին սնունդը, գիշերները չես կարողանում քնել, ֆիզիկական ակտիվությունը ցածր է վրա եւ այլն։ Այսինքն Herbalife-ի մտերքները դա ուղղակի մի մեծ ցուցակի մի մասն է, որը կարաս անես, բայց մնացած բոլոր կետերը պետք է կարգավորես ինքնուրույն։ Եվ մեր առողջության վրա բացի սննդից ազդում է եւ քնի ռեժիմը, ֆիզիկական ակտիվությունը, հոգեբանական վիճակը, ստրեսային իրավիճակը։ Իսկ Herbalife-ի մտերքները դա սնունդը մի մասը, մնացած սնունդն էլ պետք է ուշադիր լինես ու կարգավորես։ Հաստատ Herbalife-ի հետ ավելի հեշտ է, բայց եթե դուք տեսնում եք մարդու, որ ունի ավել քաշ, բայց ինքը խորհրդատու, ինքը իր վրա աշխատում է, վստահ եմ, ու ինքը ձգտում է, փորձում է, անում է եւ միացեք այդ մարդուն, որ դուք միասին այդ ճանապարհը անցնեք, ինքը ուզում է օգնել, ինքը իրան հաղթահարում է ու խոսում է նիհարելու մասին, չնայած որ ունի ավել քաշ։ Դա դարի խնդիր է, դա ժամանակվա, այսօրվա մեր ժամանակի խնդիրը եւ այսօրվա սննդի արտադրության խնդիրը, որակի խնդիրը, այնց որ եղեք համբերատար, ամեն բան կստացվի ձեզ մոտ միանշանակ։